Մեծարգո պարոն վարչապետ, ևս մեկ անգամ թույլ տվեք ողջունել ձեզ եւ ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Մեզ համար շատ կարևոր է Սլովակիայի հետ մեր հետագա հարաբերությունների զարգացումը եւ մենք արդեն հասցրեցինք քննարկել, որ առկա է հսկայական պոտենցիալ մեր հարաբերությունները զարգացնելու բոլոր ուղղություններով եւ ձեր այցը շատ լավ առիթ է այդ հնարավորությունները եւս մեկ անգամ գույքագրելու եւ կոնկրետ ուղղությունների վրա կենտրոնանալու եւ կոնկրետ ճանապարհային քարտեզ ունենալու համար, բայց ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ Հայաստանի հետ կապված օրակարգերում ձեր ցուցաբերած աջակցության համար։ Այսօր Երևանյան երկխոսություն համաժողովի ընթացքում դուք արդեն նշեցիք եւ ձեր աջակցությունը վերահաստատեցիք մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայության, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ տարվա գագաթաժողովը Գառնանը Հայաստանում անցկացնելու առիթով եւ ուզում եմ ասել, որ բարձր են գնահատում այդ աջակցությունը եւ ուրախ եմ կրկին ձեզ հյուրընկալելու համար եւ հույս ունեմ իհարկե հաջորդ տարի եւս ձեզ հյուրընկալելու առիթ ունենալ։ Շնորհակալ եմ եւ բարով եք եկել։ Մեծարգո վարչապետ, Տիկնայք եւ պարոնայք։ Հարգելի պարոն վարչապետ, նախ ցանկանում եմ ձեզ հրավիրել այցելելու Սլովակիայի Հանրապետություն։ Ձեզ հարմար ամսաթվերի, քանի որ մեր առանձնազրույցը, որը հենց նոր ավարտվեց, հաստատում է, որ կան ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, ուստի նույն հյուրընկալությամբ մենք ցանկանայինք ձեզ ջերմորեն ողջունել Սլովակիայում, ինչը ես զգացի այստեղ եւ Սլովակիայի ողջ պատվիրակության անունից շատ շնորհակալ եմ ձեզ ձեր հյուրընկալության եւ բարեկամության համար։ Երբ պատրաստվում էի այս հանդիպմանը, մեծարգո վարչապետ, ես մանրամասնորեն ուսումնասիրեցի բոլոր փաստաթղթերը, որոնք ստացել եմ նախապատրաստվելու համար եւ մեծ գոհունակությամբ կարող եմ նշել, որ մենք հարցերը կարողացանք քննարկել անգամ առանց այդ փաստաթղթերի, քանի որ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ կան։